Նրան հարց են տալիս մարտի 1-ը, երբ ինքը ակտիվորեն ներգրաված է եղել այդ որպես Արցախում պաշտպանության բանակի հրամանատարը, ըստ որում, գիտեք, որովհետև մարտի 1-ի քննված գործը ուղղակի անպատկերացնելի մեծագույն վկայություններն ունի Արցախում եւ Հայաստանում պաշտպանության բանակի եւ պաշտպանության նախարարության հիմքի վրա այդ հերոսական խմբերին ձևավորելու առումով ցուցմունքներ կան այդ առումով որ ինչպես են ուրեմն պլացում շարել բոլորին, ինչպես են հարց տվել, թե ովքեր են պատրաստ ձեռք բարձրացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կոպիտ ասած։ Հետո բազում ցուցմունքներ կա, թե ինչպես են այդ խմբերը բերվել Երևան, մնացել Երևանի կայազորում։ Կայազորի այլ վկաներ են ցուցմունքները մարտի 1-ի քննված գործում ուղղակի հեղեղա տրված են անուններ մարդկանց եւ Սեյրանս Օհանյանը, ասենք, այդ գործով անցնող առանցքային դեմքերից մեկն է, որովհետեւ իր պատասխանատվության ներքո է առնվազն Արցախում տեղի ունեցել դա, այսինքն Արցախում արցախցիներից եւ Արցախի պաշտպանության բանակից հավաքագրել մարդիկ, որոնք ձեռք կբարձրացնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա։